Եվ մեկ այլ դեպքում բացարձակապես մեր քարոզարշավի հետ կապ չունի։ Բավարար չափով այնինչ հանրությանը հայտնի է նաև ինձ հանրությանը հայտնի դարձած բոլոր տվյալները, նաև ցույց են տալիս այն մասշտաբը այդ տեսակ նվերների, որոնք որ ընդդիմադիր մեր գործընկերները իրականացնում են, եւ շատ ուղիղ եւ կոնկրետ ակնհայտ է դառնում, որ սա ուղիղ կապ ունի ընտրական այս process-ների հետ։ Եվ այո, իմ քաղաքական գնահատականը այն է, որ դա ընտրակաշառք է։ Պարոն Արմյան, բայց ասում եմ մեկ տարի առաջ ես պետք է նվիրեի, ինչ հանգամանքների։ Եկեք բան անենք, գնանք տենց այդ հեքիաթների ժանրը լսենք, էլի տենց այն ձայնագրությունները լսենք ու շարունակենք հավատալ այն հեքիաթներին։ Դե ժողովուրդ ջան, ասենք ես այն ինչ որ կա, ձեր դատին եմ հանձնում։ Ինչ հեքիաթ է ես հավատացել։ Որ ասում էիք, ասեք անենք, ասեցինք, բախի չարեցինք։ Ինչ եք ասել։ Հենց դուք եք ասել, մենք չենք ասել։ Ասում էիք, փոսերը ցաղ ասֆալտներն անենք, հիմա որ մի հատ լադոկ ենք ընկնում, անհասանելի ենք դառնում։ Կապից կդրվում ենք։ Անունդ ինչ է։ Անունս Արսենա, ազգանունս Հայրապետյան։ Հայրապետյան ջան։ Կենտրոնական Հենց ընկնում ենք, փոս կապից կդրվում ենք, էլ հեռախոսն չի աշխատում։ Կենտրոնական փողոցները որտեղ հիմա խոսում։ Որ դե տակ ցույց Կենտրոնական փողոց։ Կենտրոնական փողոց։ Ես Երևանի տղա եմ, սա գիտեմ։ Հիմա այսօր։ Մի հատ օրինակ եմ խնդրում կենտրոնական փողոցի խոսի։ Այսօրվա Այդքան կերտես բա։ Չէ, կոնկրետ փողոցի անունը գիտես։ Որ ասեմ պրոսպեկտ չկա, բայց պետք է Էրեբունի լինի։ Էրեբունի փողոց, Ռոստովյան փողոց, որ փողոցում է։ Այդ Սաղ փողոցները։ Արի հեսա գնում ենք այդ փողոցը։ Ես քու հետ կգա։ Արի։ Հենց հիմա գնալու ենք այդ փողոցներով։ Խոսք տվածները պարտադիր կատարեկացում են, վերջում Արինբերդի փողոցները երբեք վերանորոգվում։ Այս տարի հիմնանորոգում է։ Երկու վերջնաժամկետ կա, մենք մեկ տարի Բում process-ը արդեն սկսել է, գնումը իրականացրել ենք, շինարարը ունենք, ֆինանսավորումը հատկացրել ենք եւ իրականում, եթե չեմ սխալվում, արդեն այս գրունտային աշխատանքները այնտեղ իրականացրել։ կա, հիմա մոտավորապես ժամկետ, թե երբ կավարտվի, որովհետեւ անընդհատ բնակիչները, ոչ միայն բնակիչները, վարորդները։ Ժորժ ջան, եկեք մի բան հասկանանք, էլի, այդ փողոցները երբևէ չեն հիմնավորվել։ Այդ մի քանի գործարան ժամանակին ինչ որ մի ձևով այդ փողոցը կառուցել են, հասկանում են պահանջատիրությունը լավ բան է, տրամաբանական է, մենք էլ այդ հիմնանորոգումը հիմա անում ենք։ Խնդրեմ գնացեք հիմա կարող եք տեսանկարը հանել այնտեղ, պետք է արդեն գրունտային աշխատանքը սկսած։ Պարոն Արմյան, իսկ քանի անգամ եք պատրաստվում խմբագրել Աջափնյակ կայարանի կառուցման մասին հայտարարություններ։ Երբևէ ես չեմ խմբագրել հայտարարություն Աջափնյակ։ Նախորդ նախընտրական ծրագրում է եղել կառուցումը մետրոյի, բայց փաստացի հիմա անընդհատ ժամկետները ձգձգվում են եւ նաեւ ֆինանսական միջոցների բացակայության պայմանավորել եք դա ուղևորների թեր հավաքագրման։ Ֆինանսական միջոցների խնդիր չկա։ Աջափնյակ մետրոյի կայարանի նախագծումը ավելի կարճ է տևել, քան համալիր փորձաքննությունը ասել։ Եվ ոչ միայն համալիր, պարզ փորձաքննությունը նույնպես։ Եվ դա տեղի է ունեցել այն պարզ պատճառով, որ Հայաստանի Հանրապետությունում տասնամյակներ մետրոյի կայարաններ եւ մետրոն չզարգացնելու պայմաններում մեզ մոտ առհասարակ այդ գիտելիքը մեր երկրում կորսվել է։ Եվ կարելի ասել է ժամանակը նաեւ ծախսվել է նրա վրա, որ մեր համապատասխան մարմինները այդ ուսումնասիրեն համապատասխան նախագիծը, որովհետև նախագծումը ինքը իրապես նույնիսկ ավելի կարճ է տևել, քան փորձաքննությունը։ Այսինքն առանց այդ մասնագետների հետ խորհրդատվության դուք նման հայտարարություն եք արել զուտ ընտրություններին։ Ինչ խորհրդատվության։ Ժորժ ջան, հիմա Աջափնյակի մետրոյի կայարանն է, նախագիծը պատրաստ է, փորձաքննություններն անցած է, հայտարարում ենք հանրային գերակաշահով պետք է օտարենք այս տարի հողերի մի մասը եւ արդեն նաեւ հայտարարել հաջորդ փուլը շինարարության մրցույթ։ Հաջորդ փուլը արդեն իսկ շինարարության մրցույթ։ Այդ փուլը երբ է սկսվել։ Այս տարի հայտարարելու ենք շինարարության մրցույթ։ Եւ նաեւ մեղադրում են ձեզ, ասում են բացի որ Երևանի օդի աղտոտվածության հետ կապված կոնկրետ այս բանն է, ես էլ որ Երևան քաղաքում օդի աղտոտվածությունը հարյուրամյակների հարց է եւ բնակլիմայի կներեք, անընդհատ այդ օդի աղտոտվածության հարցը որ բարձրաձայնում եք, Երևան քաղաքը կատլավանի մեջ է եւ այս մեր մթնոլորտային շերտը Եթե բարձր է լինում, մեր օդի աղտոտվածության խնդիր չունենք։ Հիմա եկեք չափենք, ամենաակտիվ ժամանակն է օրվա, ավտոները գնում են, շինարարությունը գնում է, շատ բարձր լավ մակարդակի օդ ենք ունենալու։
Գալու է նոյեմբեր ամիսը, մեր մթնոլորտային շերտը իջնելու է մեր գլխին եւ մեր եւ Արտաշատում եւ փոքր վեդիում բոլոր այս հատվածներում արարատյան գոքավորության օդի որակը էականորեն նվազելու է։ Սա պետք է հստակ արձանագրենք, կամ բաներ, որ ուղղակի մեզանից կախված չէ։ Այն ինչ որ մեզանից է կախված, մենք անենք։ Ես հարցը ամբողջացնեմ, ինչ ձեզ մեղադրում են օդի աղտոտվածության հետ կապված, այս բանը նաև ծառերից, հա, տակով երբ անցնում են դվիճներ, այսպես ասած, քաղաքացիներից ու պատշաճ այդ գործընթացը չի իրականացվում, որպեսզի եթե ասում են հիմա է այս վիճակը, ամռան ինչ անելու տակով անցնել չի, եթե հատկապես նստարաններ կա ամբողջացնում մարդկանց վրա։ Ժորժան, Երևան քաղաքում վերջի 4 տարվա ընթացքում 60 հեկտարից ավել կանաչ տարածքներ են ստեղծվել իրենց ոռոգման համակարգերով։ Վերջին 4 տարում ավելի շատ աշխատանք է արվել այդ առումով, քան դրան նախորդող 22 տարիների ընթացքում։ Գնանք նայենք իրար հետ Եռաբլուրում, Նոր Մարաշում, չգիտեմ, որ վարչական շրջանում ուզում եք, գնանք մեր անտարպուրակները տեսնենք, որովհետև ասել, որ Երևանի քաղաքապետարանը կանաչապատման ոլորտում աշխատանքներ չի իրականացնում, դա ուղղակի իրականության չէ, իրականացնելու այլ բան է, այդ բուժումը այլ բան է, բայց բուժումը որն է, ինչ որ այդ ծառերի վրա միջատները այս բանը Թեղիների մասին է խոսքը։ Թեղիները հիմնականում արդեն բուժման ենթակայել չեն։ Այսինքն իրենք դեռևս խորհրդային միության տարիներին տնկվել են նրա համար, որպեսզի ինչ որ ժամանակ հետո իրենք կանաչ ֆոնդը ապահովեն եւ սկսեն փոխարինվել։ Հետո արդեն խորհրդային միության փլուզումից հետո այդ ծրագիրը դրվել է մի կողմ, հիմա մենք փաստացի իրականացում ենք այն ինչ որ դեռևս ուսումնասիրում։ Պարոն Ավինյան, մի ճշտող հարց էլ, քանի որ Էրեբունի վարչական ներողություն վերջին հարց է, Էրեբունի վարչական շրջանից եք այսօր մեկնարկում։ Ձեր շանսերը այստեղ ոնց է գնահատում, քանի որ նախկին թաղապետը ԿՊԱ-ական, որը դուրս եկավ, Ռազմիկ Մկրտչյանը եւ կոնֆլիկտով, ասում որ ինքը այստեղ բավականին բարձր ռեյտինգ ուներ եւ այս պահի դրությամբ երբ արդեն առանձնացել է, ԿՊԱ-ն խնդիր է ունենալ։ Ժորժան, ես կարծում եմ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նախ համապետական ընտրությունների հետ շատ պետք չի համեմատել բացարձակապես, թե ով ինչքան ռեյտինգ ունի, դա միայն չափվում է ընտրությունների արդյունքներով, եւ երրորդը ես վստահ եմ նախ Էրեբունի վարչական շրջանում ձեր ասած վարչական շրջանի ղեկավարը չէր, բայց այնուամենայնիվ ես վստահ եմ եւ Էրեբունի վարչական շրջանում եւ Շենգավիթ վարչական շրջանում քաղաքացիական պայմանագիրը շատ վստահ հաղթանակ է տոնելու ի շնորհիվ մեր քաղաքացիների վստահության եւ աջակցության։ Շարունակելով հարցը գործընկերոջս, պարոն Ավինյան, ձեր դիմախոսները պնդում են, որ Երևանում ձեր քվեները սակավ են եւ ձեր հույսը միայն մարզերից ստանալիք քվեների վրա է։ Ամփոփելով քարոզարշավի 4 օրերը, կիսվեք ձեր տպավորություններով։ Երևանում մեծ դիմավորում են մեծ ջերմությամբ եւ մեծ խանդավառությամբ եւ ես վստահ եմ որ Երևան քաղաքում քաղաքացիական պայմանագրին մեծ աջակիցների բանակ ունենք եւ վստահ հաղթանակ ենք տոնելու Երևան քաղաքում։ Շնորհիվ Նիկոլ Փաշինյանի, այլ ոչ թե ձեզ, պարոն Ավինյան։ Հիշելով տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունները։ Ես կարծում եմ, որ տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունները տարբերվում են իհարկե համապետական ընտրություններին, բայց ես հուսով եմ դուք հեսա մեզ հետ կայցելեք այն հատվածներ, որտեղ որ մենք գնում ենք ու կտեսնեք Երևանի քաղաքապետարանի արած աշխատանքի ծավալը։ Նախորդային միջադեպ եղավ, պատշգամբից ջուր լցրին ձեր վրա, ինչպես կմեկնաբանեք, այսինքն քաղաքացիներ էին, որոնք դժգոհ էին ըստ երևույթին։ Ինձ տեղեկացրեցին, որ մի մարդ էր, ով հարևանի սպանության համար դատված էր եւ ազատվել էր եւ չգիտեմ ինչքան հոգեկան առողջության հետ ինչ խնդիրներ ուներ թե չուներ, բայց համենայն դեպս կարող է ընդդիմադիր հայացքներով մարդիկ իհարկե հանդիպում են եւ մենք դա էլ ենք ընդունում եւ նաեւ ենք քննադատում միանշ ջուր լցնելը ինձ թվում է դե արդեն հա արդեն ով ոնց կմեկնաբան լավ շնորհակալ եմ Ժորժ